խնդրում եմ դուք ներկայանաք ձեր անձնազգանունը որթիվ եք։ Բադալյան Արեկ Աշոտի 1991 հուլիսի 1։ Դուք Արարատի մարզի բնակիչ եք, միշտ Արարատի մարզում եք եղել, ստեղ ծնվել եք, տարբեր հասցեներ եք ունեցել։ Դեպքը երբ է տեղի ունեցել, որտեղ եք տեսել հայտարարությունը եւ ոնց եք կապնվել։ Արտաշատ ջանով եմ հայտարարությունը տեսել, որ վաճառվում է բնակարան Արտաշատում, Մաքսի փողոց։ Բնակարանը գծած է եղել Facebook-ում, որ մասնակի վճարումով եւ կանխավճարով, որ առաջարկը ինձ շատ է շահագրգռվել եւ իմ գրպանի համապատասխան է եղել։ Այսինքն ես ինչքան գումար եմ ունեցել եւ երազանքը եղել է իմ տան, այդ տունը ոնց որ ասած իմ համար հասանելի է։ Ինչքան եղել տան արժեքը։ Տան արժեքը եղել է $50,000, կանխավճարը եղել է $20,000, քանի որ $20,000 կանխավճար չեմ ունեցել, ունեցել եմ $13,000-ի մոտ կանխավճար։ Տան տերերի հետ, կնոջը, Աննա Գյուլնազարյանի եւ Արման Վլասյանի հետ պայմանավորվածանից Իրանք մայր եւ որդի են։ Չէ, ամուսիններ։ Աննա Գյուլնազարյանի եւ Արման Վլասյաններ ամուսիններ են։ Իրանց հետ երկուսի հետ առաջի հանդիպումս եղել է, որ տունը ես եմ գնացել միայնակ նայել, հետո մամայիս հետ գնացել ենք արդեն վերջնական նայելու, այդ ամեն ինչ ժամանակատվածը տևել է 2-ից 3 օր։ 4-րդ օրը արդեն մեզ այն շահագրգռվող համեր Դա երբ էր 2024 2024 թվականի հոկտեմբերի 10-ի կողմերը, այդպես կոնկրետ ժամանակատորը չեմ կարող ասեմ։ Մամայիս հետ 2-ից 3 օրվա ընթացքում ունեինք ոնց որ ասած այդքան գումար, բայց սա կանխիկ չէր մեր մոտ գումարը, դա ունեինք ոսկեղեն 300 գրամի մոտ, որը ոսկեղենը այդ ժամանակ արժեր 17,000 դրամ։ Այդ նույն օրը մեզ ոնց որ ասած արդեն բան անել է, որ հնարավորությունը բաց չթողնելու համար բաց տելով եւ իրանք անդադ իմ հետ կապ հաստատելով, որ տունը էլի շատ ուզողներ կան, լավ առաջարկ է, արի դու վեկար, մեկը վարձով ես մնում, չկորցնես, լավ տղա ես, մի խոսքով, այդ իրանց այդ ժամանակ իմ համար լավ, բայց հիմա շատ վատ, այդ վատ հիշողություններով, այդ տունը, այդ ոսկի մորս հետ վաճառելով Երևանում մոտ 13-ից 14,000 մոտ էր, դրամով եմ ասում, մի 14,000 մոտ էր։ Վճարելով իրանց, բայց դրանից առաջ ոնց որ արդեն կանխավճարել մեզնից վերցեցին 300,000 դրամ, որովհետև եթե դուք չեք ուզում, տունը կորցնելու եք, որտեղ հետ կոքեն հենց հիմա կանգնած են, մաման ասեց 300,000-ը տար տուր, հիմա թող տունը չկորի, միջը տանենք ոսկեղենը ծախենք, վաղը բերենք, արդեն ուշ ժամ է։ Հաջորդ օրը մնացած գումարները փաստաբանական գրասենյակում վճարելով, այսինքն պայմանագիրը կնքել ենք եւ վճարումը իրանք ինձ առաջարկանելով, որ անիմաստ է քարտով գցելը մեզից տոկոսներ ապայելու, սաղսե մաքուր մարդ ենք, արեք ցես, ես չեմ համաձայնվել, ասել եմ միայն քարտի միջոցով եմ գցելու, որտեղ խոշոր գումար է, սա 100,000 չի, 200,000 չի, 300,000 չի։ Գցելով Անահիտ Գյուլնազարյանի հաշվի համարին $13,000 մոտ համարժեք դրամ, պայմանավորվելով դրանից առաջ, որ այդ ամբողջ թղթաբանություն որ անում ենք, հետո 2-ից 3 օրվա ընթացքում պետք է գնանք նոտարական վավերացում ունենա, որովհետև ես լավ ինչքան է չհասկանայեմ իմ հարազատ բարեկամ ծանոթ, որ այդքան գործարք ես անում, պարտադիր նոտար։ Ու միջև գումար տալը ես իրանց զգուշացել եմ, որ նոտարով պետք է լինի։ Եվ այդ փաստաբանի, որ այդ ժամանակ երկուսից կողմից խոսալ է, երկուսից կողմից հավասարաչափ Դուք անշարժ գույքի վկայական տեսել եք բնակարանը։ Անշարժ գույքի վկայականը տեսել եմ։ Չէ, միջև այդ գումարը տալ, իրանց անունով է եղել տունը։ Այո, իրանց անունով է եղել, բայց տունը եղել է գրավի տակ։ Էդ էլ ասեմ ձեզ, որ տունը որ կորում էր, որ ինձ ասեցին տունը կորելու է, ոնց որ այսօր տուր տանեն գոնե շուտ մուծենք տունը չկորի, վաղը նոր միսով այդքան այդ նոտարական կազմը կամ։ Այսինքն իրանք այդ գումարը պահանջում են այդ պատրվակով, որ դա բանը մուծեն, տունը չկորի, գրավ մուծեն։ Պատրվակով են ինձանից վերցել, որ տունը կորում է, որ ժամերի հաշված ժամերի ընթացքում տունը կկորի։ Ինձ անգել են դաժե ասել են, խնդրում են գնա շուտ գումարը հանի բեր, գցենք վաղ այդքան նոտարն անենք։ Մենք արագի մեջ իմ ընկերոջ հետ մամայի հետ մոտենում ենք Երևանում, ոսկի շուտ վաճառում ենք, բերում ենք գումարը տարածենք, որ տունը չկորի։ Ու պայմանավորում որ 3-ից 4 Ու պայմանավորում ենք, կնքում ենք պայմանագիր, բայց պայմանագիրը ես ասում եմ, վաղը չէ միսօր, ամենաուշը նոտարական այդ վավերացում պետք է լինի, որ ես գոնե տանը բան լինեմ։ Ու այդ ասեմ ձեզ, որ պայմանավորված ենք լինում, որ տանը պետք է իմ ամբողջ ընտանիքը բնակեցվի, ու ես մի բան ասեմ, ամբողջ տունը իր գույքով են ինձ վաճառել, բայց տունը մտնելուց տեսել եք ոչ մի գույք չկա այդ տան մեջ։ Հասկանալով, որ լավ մարդ են, իրանք էլ են նեղնը, մենք ոնց որ ասած մի քիչ կարանք ընդառաջենք այդ պահը, ես նորից գույք եմ առնում,
պարտքով կլինի, չգիտեմ ինչով կլինի, նորից գույք եմ առնում, այդ ամբողջ տամեջ նստում եմ։ Տունը մի քիչ ավիրված է, վերանորոգում եմ անում, դաժե պատալոգ բան, ջարդուկուտելած պետած, ես սա այդ ամենը չանում եմ։ Որպես արդեն իմ սեփական տուն, ես մի քիչ ռեմոնտ եմ անում, ասենց ասեմ, իմ ուրախությունից։ Ու իմ վճարումները ամեն ամսու 9-ին է։ Ձգձգելով, որ պետքա 2 օրվանը գնանք, բայց չգնացինք այդ 2 օրվանը։ Անցավ մի ամիս եկավ հերթական իմ վճարման օրը, բայց արդեն կասկած կար իմ մեջ, որ էսի արդեն մի քիչ ինձ Այսինքն դա նոյեմբերի 9-ն էր արդեն։ Նոյեմբերի արդեն 9-ն էր, բայց կասկած Այդ ամբողջ ընթացքում դուք սպասում եք, որ պետքա գնաք նոտար։ Ամեն օր ես փաստաբանական գրասենյակում, Միրզոյան Սամվելի մոտ ամեն օր բանակցությունների, որ էս ինչ եղավ, էս ինչի չեն գալի, էս ինչի չեն անում։ Ինքն նույն բանը, որ իրանցը կանչում են համոզում են, ինչի չէ գալի, ինչի չեք ուզում։ Մի օր կնոջ հետ կրված են, մի օր մի խոսքով իրանց տան վեճերով յանը։ Այդ բանն է, այդ պատճառաբանություններն էին ինձ տալիս, բայց հետո հասկացա չէ, որ այս ամեն ինչը լավ բանի չի տանում։ Հասավ երկրորդ ամսը դեկտեմբերի 9-ը իմ նորից հերթական վճարման օրը եկա, բայց ես արդեն այդ տան հետ կապված հույսերս արդեն մարվել էր, հասկացել էի վերջնական, որ ես խաբված եմ իրանցից։ Այդ ամսական վճարումներն էլ եք դուք քարտով փոխանցել, ճիշտ է։ Մի հատը վճարել եմ Անահիտ Գյուլնազարյանի հաշվամարին, երկրորդը Արմանը եկավ գրասենյակում փաստաբանի, ասեց Անահիտը գումարները անիմաստ կորզում է եւ վարկը չի մուծում։ Արի ինձ անհատական փողը տուր։ Բայց գրավոր կգրեմ, տանեմ ես վճարում։ Ամուսինը ասեց կինը կորզում է Դրա գումարը։ հետ մեկտեղ իա մաման, այդան, որ աշխատում է Ալբա բանկում, իա մաման էլ ինձ զանգեց, ասեց այդ գումարները չի վճարվում, Նարեկ ջան։ Այդ գումարները անիմաստ վատվում է խաղամոլության, թմրամոլության, չգիտեմ ինչի։ Արի այդ գումարը տուրից ես տանեմ գոնե վճարեմ, գոնե մեղքեք, գոնե տանտերել եք, միջև սրանցը համոզենք ինչա։ Իա մաման դաժե ինձ։ Բայց տվեցի Արմանին, քանի որ ես տիկին Այդային, իա մամային իրավասու չէի տա, ես չգիտեի Տամյան կհասնի տեղ վարվումից որ իմ դեմ կաշխատի, թե իրանց դեմ։ Մտածել եմ որ հանցախմբի մասնակից կարա լինի, բայց հիմա չեմ կասկածում որ կարա լինի։ Տվեցի Արմանին դեկտեմբերի 9-ին իմ երկրորդ վճարումից հետո հասավ ամսու 16-ին, գոնե տանից մեջ նստած կրկին անգամ տեսնում եմ Արտաշաջանում, որ հայտարարությունը գծած Դեկտեմբերի 16-ին։ 16-ին, այդ տունը նորից վաճառվում է։ Զանգում եմ տվյալ մարդուն, ասում, այս տունը նորից երկրորդ անգամ վաճառվում է, ասում է, հա։ Ասում, ո՞նց ալում, ես տուն չեմ արել։ Ամուսնուն եք զանգում։ Արման ամուսինն էր։ Այո։ Ինչ է ասում։ Արման Վլասյանի եւ ասում է, հա, վաճառվում է։ Ասում, եւ ինձ տուն չեք վաճառել։ Ասում է Նարեկ ջան, քեզ ժամանակ եմ տալի 3-ից 4 օր տունս պետքա ազատես։ Այսինքն քո կամքով եթե ազատես, չէ, ոստիկանությունով քանեմ գցեմ դուսը։ Ես դրան լուրջ չեմ վերաբերվում, քանի որ ասում եմ թուղթ ունեմ, թամասա ունեմ, չեք ունեմ, այդ ո՞նց եղավ որ ինձ կարան հանեն գցեն դուսը։ Տեղ միտեղ ալխային է եւ իմ փաստաբանը խորթակցելով, որ ունենք թուղթ, ինձ թվում է որ քեզ չեն հանի տանից։ Չի կարա տես բանի եւ ինքը գրություն ա գրել, որ այդ տունը Նարեկը իր ընտանիքով անվացահատույց անժամկետ բնակվելու է այդ տանը։ Թուղթ ա գրած։ Բայց քանի որ ոստիկանությունով Արտաշատի ոստիկանության հետ դեկտեմբերի 30-ին մտնում են այդ տունը եւ ասում են տունը պետքա լքեք, դուք ներխուժել եք այդ տունը։ Իմ ամբողջ կահույքը առած, կալոնկա, ռեմոնտ, իմ ընտանիքով հանգիստ ապրում, իմ երեխեքի տոնածառը դրած, ամսու 30-ին Արտաշատի ամբողջ ոստիկանությունով մտնում են այս երկու հանցագործների հետ ու ասում են տունը պետքա լքես, դուք ներխուժում եք արել։ Բայց ոստիկանությունն էլ է հասկանում, որ ես մաքուր եմ, ես չեմ փնովում Արտաշատի ոստիկանությանը, օրենքը օրենք էր, հասկացա, իրանք խարդախներ են, արել են այդ ամեն ինչը։ Եվ ինձ հանում են դեկտեմբերի 30-ին տանից հանում են։ Ես մի անգամից 30-ին գնում եմ Արտաշատի ոստիկանություն, ես բան եմ տալիս, հայտարարություն եմ տալիս, որ սենց դե իհարկե տոները ամեն մարդի ուզում է նոր տարին անում, ոչ մեկ ինձ ուշադրություն չդարձեց։ Ես իմ ընտանիքին տեղափոխել եմ հյուրանոցում մի ամիս բնակվելուց հետո, արդեն գործը ոնց որ հունվարի 10-ից սկսվել է նորից, ու ինձ ասել են, որ գործերը առաջ է գնում։ Ես երկրորդ փաստաբան եմ վարձում խարդախության համար, հասկանում եմ, որ սա այս ամեն ինչը դատարանով չի մենակ։ Իրանք պետք է ես պատիժներ կրեն, խարդախություն են արել իմ ընտանիքի, եւ թե բարոյապես, թե ֆինանսապես ինձ պետք է վնաս են պատճառել։ Վնաս են պատճառել, պետք է փոխհատուցում։ Ինձ քնիչը այդ ամեն ինչը վերցնելով, ցուցմունքները վերցնելով բան, մի ամիս ամսուկես անցնում է եւ նորից այդ տունը հələ վաճառված չի լինում։ Ճիշտ ասած դե ես ճշտվում եմ, որ տունը գոնե չվաճառվի, որ իմ գումարները ես ստանամ։
Տունը չի վաճառվում, ամբողջ Արտաշատը գիտեն այս Իսկ էլի նույն հանցավորներին։ պայմաններով էր գծած հայտարարությունը էլի տես Այդ պայմանները չէ, Արտաշատ ես ոստիկանությունն եմ տվել 2 ժամը մեկ, մի ժամում գցած էր 50,000, մի ժամում գցած էր 48,000, կես ժամ հետո գցած էր շտապ 45,000, մի ժամ հետո գցած էր որ ով հիմա $30,000 տվեց, այդ տունը իան, այսպես շահագրգիռ էլի պայմաններով։ Ես ոստիկանությունը ներկայացնում էի եկեք տիրություն արեք, էսի կալանքի տակ գրեք, տունը կորելու է։ Ես էլ ոչ մի բան չեմ ինձ հավաստիացրեցին իմ փաստաբանների միջոցով, որ տունը կալանքի տական չի, ես անիմաստ խառնաշփոթ ստեղծում։ Ես հստակ օրերը, ճիշտ ասած, օրը ամս քանիսին էր, դա որ վաճառվել էր արդեն հուլիսի 2025 մի խոսքով թվականի կալանքը որ դրվում է հուլիսի մեջ, բայց այդ ընթացքում որ պետք է ինձ խոստանում են որ կալանքա դրված, բայց կալանքը դրված չի լինում։ Այդ արանքում այդ 45 օրվա ընթացքում որ մեղադրանք արդեն իրանց առաջադրվել 45 օրվա ընթացքում քննիչը կալանքը ինձ խոստանում է որ դրել է, բայց կալանք չի դրվել։ Ես քննիչին ասում, եթե դու կալանք ես դրել տան, դու մի հատ այդ թուղթը ինձ կարաս ցույց տաս, ինձ հուշում է որ թուղթը դու նայի կալանքա դրել։ Քննիչը ասում է ես իրավասու չեմ, քեզ թուղթ ցույց տամ։ Բայց իա մաման այդան, որ աշխատում է բանկում, ինքը հավաստի աղբյուրներից լավ տեղեկանում է, որ կալանքի տակ չի, եւ այդ տունը հանում են շատ արագ վաճառքի։ Մարկանցից կարողանում են $85,000 գումար վերցնել ու վաճառեն։ Տունը այսինքն սարանքից հանում են։ Այդ 45 օրը խի քնիչը չի դրել։ Պատճառաբանելով ինձ քնիչը, որ հիվանդ է եղել, չգիտեմ, առիթի է եղել կամ բան, ես խի պետքա քնիչի, փաստաբանի, չգիտեմ, դատարանի, դատախազի պատճառով այսօր իմ ընտանիքը մնա անօթևան վիճակում։ Իմ երկու անչափած եղել։ Թող մեկը չեկավ ինձ, գիտես ինչ կա, ասել Նարեկ ջան, Նարեկներ չէր կարողանում իր ընտանիքը պահել։ Ով կարար մեկ եկավ ինձ ասել Նարեկ ջան, քո երեխեքին առես մի հատ կոնֆետը տամ։ Կոնֆետից պետք չէ։ Այսինքն Նարեկ ջան, փաստացի տունը վաճառվեց այլ անձի վրա, օրինական արդեն, Երկրորդ անգամ, հա, ու նոր դրվեց կալանքի, թե էլ չդրվեց։ Այ ապրես։ Երկրորդ անգամ վաճառվելուց հետո ես զանգում եմ իմ փաստաբանին, ասում եմ Պարոն ջան, Հա։ դրվածը կալանքի տակ դրված է, այո։ Ասում եմ տունը արդեն վաճառված է, տվյալ տունը արդեն ինձ, ես այնքան էի անհանգստացել, որ տունը գնացել է տվյալ մարդու տունը խփել եմ, հելել է տվյալ մարդ, ինձ պատասխանել տղա ջան, սատան գրկուկը, էս էլ տունը վաճառված է, հաջողություն քեզ։ Ես այդ թուղթը վերցնում եմ, դնում եմ քննչական կամ դատախազություն, ինձ ասում են, գիտես ինչ կա։ Էս ի՞նչ է։ Կատաստրը ցույց է տվել, մեկ է կալանք ենք դրել։ Դուք կալանքը 45 օր ուշ եք դրել։ Դուք տունը արանքից հանել եք։ Նորից ստից մի հատ թուղթ եք բերել ցույց տվել։ Իմ տունը ընդհանուր։ Այսինքն փաստացի հիմա այդ տանը ապրում են այլ մարդիկ, իրանց գրանցումով, իրանց անշարժույթի վկայականով, եւ մենք հիմա պահանջում ենք ինչ ենք պահանջում ենք ով որ ստեղ մեղավոր է, պետք է ինքը խստորեն պատիժը կրի։ Ամեն մարդ ինչ արել է այստեղ պատիժը պետքա կրի, բացի ամուսիններից, այդ խարդախներից, այստեղ կա քննչականի սխալմունք, այստեղ կա փաստաբանի սխալմունք, այստեղ կա դատարանի, դատախազության, եւ ես մի բան էլ ասեմ, մեղադրանք տարու 2 ամիսա մեղադրանք առաջադրված ոչ մի բան չկա։ Այս մարդիկ ազատության մեջ իրանց համար ապրում են մեզանից լավ։ Այստեղ եղել է մի հատ մեծ մարմին, ով որ կարողացել է այդ ամեն ինչը, էլի հավաստի եմ ես ասում, մեղադրանք չլինի, անիմաստ չլինի, ասեն անիմաստ բանը։ Բա այդ ո՞նց եղավ։ Ես այսքան ասեմ, դուք չդնեք կալանք։ Բայց ո՞նց է դու քարալ։ Լավ 2 օր ուշ դնեիր, 3 օր ուշ դնեիր։ Տունը վաճառելուց հետո ես ինձ թուղթ տալի որ կալանքի տակա։ Ինձ ինչ ասեն լավ է։ Կատաստրի սխալմունքն ա եղել, կատաստրի թուղթը սխալմունք ա եղել։ Փաստացի դուք հիմա կրել եք ինչքան գումարի վնաս։ Ես նյութականը հիմա ներկա պահին կրել եմ $15,000 չափով, բայց ես sense մի բան ասեմ, $15,000-ը այդ հիմիկվա $15,000-ն է։ Ես չեմ ասում ավել գումարներ, ինձ ավել գումարները հարամ բաներ պետք չի, բայց ես գույք եմ փչացրել դրա համար։ Ես առողջություն եմ փչացրել, ես մոր առողջություն եմ փչացրել եւ բարոյապես առողջություն եմ, բարոյապես վնաս եմ կրել ամբողջ Արտաշատում։ Գիտեք ինչ ամբողջ Արտաշատում խոսում են որ չկա մի հատ չկա մեր Արտաշատում սենց ոստիկան կամ իրավասու մարմին չկա մի հատ սրանցը պատիժ տա։ Սրանք հացագործան եւ պատիժ չունեն։ Ես միակ մարդ եմ լինելու Արտաշատում, որտեղ ասես դիմելու եմ, միջև իրանք չպատժվեն։